Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, դուք միացել եք Գործարար ալիքին, մեր եթերում շարունակում ենք հարցազրույցների շարքը տվյալ.com հարթակի հիմնադիր տնտեսագետ Աղասիթ Հավադյանի հետ, բարև ձեզ։ Առաջարկում եմ այսօր քննարկենք համախառն ներքին արդյունքը, հասկանանք դա ինչ է, որովհետեւ քաղաքացիները անընդհատ տեսնում են հնայի աճ, հնայի հետ հարաբերություններ եւ այլն, մարդկանց բացատրենք եւ հետո արդեն անցնենք ավելի խոր վերլուծությունների քննարկմանը։ Ուրեմն հնան այն հիմնական, մինչև անցնել հնան իրանից ինչա ներկայացնում, ասեմ, որ հնան այս կախարդական 3 տարերը հիմնական այն ցուցանիշներն են, որոնք որոնցով տնտեսությունները ցույց են տալիս իրենց առաջընթացը, որ ու համեմատվում են մեկը մյուսի հետ, եւ որպես այդպեսին հնան դարձել է հիմնական ցուցանիշը, որով տնտեսությունները ցույց են տալիս իրենց աճը։ Սակայն դա միշտ չէ, որ ներկայացնում է լիարժեք պատկերը, որովհետև լիարժեք պատկերը ամեն տնտեսությունում կարող է ավելի բարդ լինել եւ ավելի բազմաշերտ, եւ այդ ընդհանրական ցուցանիշը կարող է լիարժեք պատկերը չկա եւ հիմնականում լիարժեք պատկերը չի տալիս, որովհետև հնայի աճը կարելի է, եթե պարզ տերմիներով համեմատենք ընտանիքի բյուջետային աճի մեջ։ Հիմա ընտանիքը կարող է որոշակի գործողություններ անել իր ընդհանուր եկամուտը, որը հնայի ցուցանիշն է, տարվա ընթացքում աճի եւ տեսնել ցույց տա մյուս ընտանիքներին իր շրջապատում, տեսեք իմ ընդհանուր եկամուտները աճել եք, տեսեք ես ինչքան լավ եմ անում, բայց դա ասենք պատկերի մի մասը կարող է լինել, որովհետեւ տվյալ ընտանիքը կարող է հնայի աճը ապահովել ավելյալ արժեք ստեղծելով, ավելյալ օգուտ ստեղծելով ընդհանուրի համար, բայց կարող է հնայի աճը այլ բաներով ստեղծված լինել։ Ենթադրենք ինչ որ տրանսֆերտ է գալիս հարուստից արտասահմանից ընտանիքի անդամներից եւ դա ապահովում է քո ընդհանուր եկամուտների աճը, կամ դու պարտք ես վերցնում բանկից, որը նույնպես ապահովում է աճը։ Հետո հարց է առաջանում այդ աճի մեջ ինչ է թաքնված։ Բացի այդ, համախառն ներքին արդյունք ասված, ասեմ, որ այսպես կոչված Կուրտխարտի կանոն կա, որը անգլիացի տնտեսագետ էր, որը ասել է, որ եթե մի ցուցանիշ, այս դեպքում հնան, վերցվում է որպես տարգետ, որպես նշանակակետ, դա դադարում է լինել լավ ցուցանիշ, որովհետև կարող է այդ ցուցանիշը օպտիմիզացնելու համար, աճը ցույց տալու համար տնտեսությունը կամ ընտանիքը այլ կարևոր ցուցանիշները դադարեցնի հետևել կամ իզոհ գնա այլ ցուցանիշներին, որպեսզի այդ ցուցանիշի աճը ապահովի կամ էլ այս պահին ապահովի առանց հաշվի առնելու ապագա հնայի աճը կամ ապագա տնտեսությունը, որտեղ այս պահին կոնկրետ կառավարությունը դա փորձում է ապահովել, հետագայում էական չի հնայի աճ ապահովելու է թե չէ։ Նշեմ, որ վերջին տարիներին մեր մոտ բավականին բարձր հնայի աճ է ապահովել, 22 թվականին 12.6%, 23 թվականին, եթե չեմ սխալվում, 8.1-8.3%, այդ ցուցանիշը վերանայվել է, եւ 24 թվականին 5.6% ցուցանիշ, որը կառավարության դրված 7% ցուցանիշից ցածր էր, որ ունի իր պատճառները, բայց ընդհանուրի մասին կխոսենք։ Ընդհանուր առմամբ ես ասացի, հենց որ մենք սկսում ենք նպատակը դրել մեր ցուցանիշ, դա դադարում է դառնալ, ասենք, լավ ցուցանիշ։ Օրինակներ բերեմ, որոնք նաև ինչ-որ չափով Հայաստանի Հանրապետության են վերաբերում, օրինակի համար Անգլիայի տնտեսությունը, Մեծ Բրիտանիայի տնտեսությունը, տեսեք, ընդհանուր առմամբ այնտեղ հնայի աճը ապահովում էր նաև դրսից եկած միգրանտներով, այսինքն ինչքան դե հասկանալի է տնտեսությունը մեր ընտանիքում, ինչքան շատ մարդ աշխատում, այնքան ավելի շատ արդյունք ենք տալիս, այնքան հնայի աճ կարող ենք ցույց տալ։ Եվ եթե մեր մոտ օրինակի համար գործարանները այդքան լավ չեն աշխատում, ուրիշ խնդիրներ ունենք, մենք կարող ենք միգրանտներին բերել եւ դրանով ցույց տալ, որ մենք աճ ենք ապահովում։ Մինչև Brexit-ը, հենց որ Բրիտանիան որոշեց դուրս գալ ընդհանուր Եվրոմիության ընդհանուր համակարգից, Մեծ Բրիտանիա գալիս են հիմնականում Եվրոպայից եկող մասնագետներ, որպես ներգնա աշխատողներ, միգրացիա, եւ իրանք էին ապահովում հնայի աճի զգալի հատվածը։ Եվ հասկանալի է, որ այդ մարդիկ հիմնականում, ասենք, լեհերը, իրանք էլի եվրոպացի էին, մի սերունդ հետո հեշտությամբ լեզուն սովորում էին, ինտեգրվում էին, այստեղ խնդիր չկար, որտեղ հեշտությամբ ինտեգրվում էին ընդհանուր հասարակության մեջ։
Սակայն հենց որ իրանք դուրս եկան COVID-ից ժամանակ ընդհանուր բոլոր աշխարհի գրեթե տնտեսությունների հնայի ցուցանիշները ընկան, նաև Բրիտանիայի ցուցանիշը բավականին ընկավ։ Բրիտանական կառավարությունը պանիկայի ենթարկվեց եւ քանի որ արդեն փակ էին Եվրոմիության դռները, սկսեց իր հին նախկին կոլոնիաներից ու մասս չասես հրավիրել ներս, որպեսզի կարողանա ապահովի հնայի աճը, որը բերեց որոշակի խնդիրներ։ Ճիշտ է, հնայի աճը այսպես թե այնպես ապահովեց, որտեղ մարդկանց քանակը շատացավ, բայց այդ մարդիկ, որ եկան, ավելի հեռու էին անգլիական հոգուց, բրիտանական հոգուց, կամ ասենք լեհերը։ Եվ սա խնդիր է առաջացնում մի քանի շերտով։ Առաջինը այն, որ այն մարդիկ, որ գալիս են, դժվարությամբ կարող են ասիմիլացվել ընդհանուր հասարակության մեջ եւ կարող են ասենք 2, 3, 4 սերունդ անցնի եւ նրանք իրանց ուրույն ասենք ասես փուչիկի մեջ մտնել, հա, եւ չասիմիլացվեն։ Եվ ընդհանուր առմամբ հասարակության ընդհանուր դեմքն է կարող է փոխվել։ Օրինակի համար այս պահին Լոնդոնում 30%-ն է մնացել, որ այսպես ասած սպիտակամորթ է, մնացածը այլ տարբեր կոլոնիալ երկրներից, նույնն էլ Ֆրանսիայում է, նույնն էլ Փարիզում է այս վիճակը, եւ դա որոշակի աճ ապահովում, բայց խնդիրներ է առաջացնում։ Օրինակի համար 2025 թվականի սկզբից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածը 16100 ընտանիք լքել է Մեծ Բրիտանիան։ Այսինքն մենք այս պահին ապահովում ենք հնայի աճ, որպեսզի ցույց տանք, որ աճը ամեն ինչ լավ է, բայց դա բերում է մի քանի խնդիրների, առաջին հերթին այտենց կասկածի տակ է դրվում կամ ավելի շուտ խնդրահարույց է դառնում ապագա հնայի աճի ապահովել եւ այս պահին խնդիրներ ենք առաջացնում ընդհանուր հասարակության տեսանկյունից զուտ այդ հնայի աճը ապահովելու համար։ Երկրորդ օրինակը Կանադան, որը համահունչ է մեր օրինակին, տեսեք, հնայի աճը ինքը հնան ընդհանուր առմամբ ինքը բավականին բարձր ցուցանիշ է, ինքը հաշվարկում է NIS 2 եվրոպական չափանիշով կամ տնտեսական գործունեության դասակարգման չափանիշներով, հայերեն TGTD, որի մեջ մտնում են մոտավորապես 25 ցուցանիշ առանձին տնտեսական առաջին մակարդակով, երկրորդ մակարդակով էլ կա, որոնք առանձին հաշվարկում են թե տնտեսության տարբեր ճյուղեր ոնց են առաջնորդվում։ Այսինքն դուք օրինակի համար տնտեսության մի ճյուղը կարող է այս չարձանագրել, հակառակը ընկնել, բայց այլ ճյուղ ապահովում է տնտեսության աճը եւ դու ցույց ես տալիս, որ տնտեսության աճ կա։ Օրինակի համար IT տեխնոլոգիաները, ՏՏ ոլորտը այս պահին գրեթե բոլոր աշխարհի երկրներում, առաջին հերթին Ամերիկայի Միացյալ Նահանգներում ապահովում է տնտեսական աճը եւ դա է ապահովում։ Հայաստանի Հանրապետությունում է խնդիրներ կան, օրինակի, որոնց մասին մենք խոսենք, բայց որոշակի ճյուղեր կան, օրինակ գյուղատնտեսությունը, որ գրեթե աճ չեն ապահովում, սակայն այլ ճյուղեր, որ աճ են ապահովում, դա չի է։ Հա, գալիս փակում են նրա Հիմա այստեղ ընդհանուր այս տնտեսական գործունեության դասակարգի մեջ ու նշեմ, որ քանի որ բավականին բարդ է հաշվարկել հնայի ցուցանիշ ինքը, նաև ժամանակի ընթացքում վերանայվում ինքը երամսյակը 1 է հաշվարկում, բարդություններ կան հաշվարկի մեջ, որտեղ բոլոր տնտեսության ճյուղերը առանձին պիտի դիտարկես եւ այլն հաշվարկես, գնահատես, որի մեջ նույնպես խնդիրներ կարող են առաջանալ վերանայում։ Այստեղ հետաքրքիր ցուցանիշներ կան, որոնք կարելի է օպտիմիզացնել աճը ցույց տալու համար։ Այս ցուցանիշներից մեկը, օրինակի համար, անշարժ գույքի հետ կապված գործունեությունն է, որը նույնպես Հայաստանի Հանրապետությունը բավականին մեծ աճ է արձանագրել 2025 թվականին, նշեմ, որ անշարժ գույքի հետ գործունեությունը եւ շինարարություն առանձին հոդվածներն են, այսինքն շինարարությունը ցույց է տալիս, թե քո տնտեսությունում ինչքան շենքեր են կառուցել, որ հասկանալի է։ Անշարժ գույքի հետ գործունեությունները մի քիչ ավելի հետաքրքիր հոդված է, նա ցույց է տալիս այնտեղ հիմնական կետը, ենթադասը, որ կա, որ հիմնական աճն է ցույց տալիս, դա թե քո ընդհանուր պետության մեջ բնակարանների պոտենցիալ վարձակալության արժեքն է ցույց տալիս։ Այսինքն դու ավելալ արժեք կարող ես չստեղծես, բայց եթե քո տնտեսությունում պոտենցիալ վարձակալության արժեքը աճում է, դու արձանագրում ես հնայի աճ։ Այսինքն կարող է քո տնտեսությունում ենթադրենք արտադրություն չլինել, այնպես ինվեստիցիաները այնպես ոչ թե գնալ արտադրություն, այլ ուղղություններով, օրինակ ենթադրենք բանկային ոլորտ,
այլ խնդիրներ, գյուղատնտեսության հետ խնդիրներ ունենալ եւ այլն, բայց կապիտալը հոսում է, կապիտալը միտեղ պիտի տեղադրել, անշարժ գույքի գները աճում են, դու տանը նստած ես, ասենք միջին քաղաքացի ես, տանը նստած ես, քո գրպանի պարունակությունը չի բարձրացել, բայց քո տան վարձակալության պոտենցիալ գինը բարձրացել է, որ ապահովել է հնայի աճ։ Հիմա այս ասեղի վրա օրինակի համար նստած է Կանադան։ Ինչի նկատի ունեմ ես, այնտեղ հիմնական խնդիրը նրանում է, որ տան գները բարձրանում են եւ միջին քաղաքացին դժվարությամբ է ձեռք բերում սովորական իրեն համար բնակարան։ Եվ ասենք տնտեսությունը այս սրա վրա աչքեր է փակում, որովհետև ինքն էլ է հասկանում, որ եթե սա չլինի, տնտեսության հնայի աճ չի արձանագրվի։ Եվ սա անելով, հնայի աճը արձանագրելով, ինքն է անում, որ տների գները բարձրանան, որը հետագայում խնդիրներ կարող է առաջացնել։ Հիմա հաջորդը ինչի համար է ընդհանուր տնտեսությունը միտված, որպեսզի հնայի աճ ապահովել։ Այսպիսի հետաքրքիր բանաձև կա մակրոտնտեսագիտության մեջ, որ փողի քանակ անգամ փողի արագություն հավասար է հնա անգամ գնաճ։ Այսինքն, եթե մենք ուզում ենք մեր ծախսերը բավարարենք, քանի որ մենք կարող ենք տպել մեր փողազգային արժույթը, մեզ հետաքրքիր է, որպեսզի փող տպենք, որպեսզի մեր ծախսերը բավարարենք։ Հիմա մենք հասկանում ենք, որ եթե հավելյալ փող տպենք, դա կարող է գնաճային լինել, եթե իհարկե տնտեսական աճ չենք ապահովում։ Այսինքն, մեզ հետաքրքիր է, որ մենք տնտեսական աճ ապահովենք, ոչ թե նրա համար, որ ուրիշների ցույց տանք, ուրիշների հետ համեմատելով, տեսեք, մենք տնտեսական աճ ենք ապահովում, այլ հավելյալ տնտեսական աճը ենթադրենք այս տարի 10%, մեզ թույլ է տալու մեր փողի զանգվածը 10%-ով ավելացնել։ Այսինքն դրանում են հակված տնտեսությունները հավելյալ փող տպեն, որպեսզի հանրայապ չապահովեն, որպեսզի կարողանան հավելյալ փող տպեն, որպեսզի կարողանան իրենց ծախսերը այս տարվա հոգան։ Այսինքն ստենց բան կա։ Հիմա վերադառնանք Հայաստանի Հանրապետությունը եւ տեսնենք Հայաստանի Հանրապետությունը ինչ է կատարվում։ Իհարկե մենք էլ այս պահին անշարժ գույքի հետ կապված գործունեությունը հետ խնդիրներ ունենք, բայց ընդհանուր առմամբ հասկանանք մեր հնայում ինչ է կատարվում։ Տեսեք, Համեմատության համար վերադառնանք 2002-ից 2007 եւ հետո համեմատաբար 2008 թվականները, որտեղ այնինչ այս պահին կատարվել է, ինչ որ չափով լիարժեք չէ, բայց մի 50%-ով կարելի է զուգահեռներ անցկացնել, որտեղ իրավիճակը փոփոխվել է, բայց որոշակի, այսպես ասած, դասեր կարելի է քաղել մեր անցած պատմությունից։ Տեսեք, 2002-ից 2007 թվականների շրջանակում Հայաստանի Հանրապետություն մեծ քանակությամբ փող է ներհոսել։ Հիմնականում այդ կապված, որ այն ժամանակ փողը խնդիր չէր ընդհանուր ամբողջ աշխարհում, փողը տարբեր մեխանիզմներով ստեղծում էր, որտեղ 2008 թվականին ֆինանսական մեծ ճգնաժամ եղավ, հենց որ բանկային համակարգը Ամերիկայի Միացյալ Նահանգներում փլուզվեց, բայց անցյալ ճանապարհներով տարբեր Հայաստանի Հանրապետությունն ներհոսեց բավականին մեծ քանակությամբ գումար, եւ դա այնպես արեց, որ 2002-ից 2007 թվականին մեր հնայի աճը տարեկան միջինը այդ քանի մի 4-5 տարվա ընթացքում տարեկան միջին աճը կազմել էր 12% ապշեսուսիչ ու մենք մեզ անվանում էինք սկսեցինք կոչել կովկասյան վագր տնտեսական վագր տեսեք մենք ինչ աճ ենք ապահովում իհարկե այդ ընթացքում այդ գումարների մեծ քանակությունը գնացին ենթակառուցվածքների շինարարություն ասենք սովետից մնացած ժառանգության այս փողոցները կամուրջները վերանորոգվեցին այդ ընթացքում բայց նաև այդ գումարները, քանի որ հստակ ներդրումներ մենք չունենք Հայաստանի Հանրապետություն, հիմնական ներդրման աղբյուրը դարձավ շինարարությունը։ Ունեցանք Հյուսիսային պողոտան եւ Հյուսիսային պողոտայի դատարկությունը, որի մասին մենք խոսել ենք մեր անցած ելույթի ժամանակ եւ ասել ենք ինչ խնդիր դա կարող է առաջացնել։ Հիմա 2008 թվականին ունեցանք մեծ ճգնաժամը ֆինանսական եւ պարզ դարձավ որ այդ 12% իդեպ 14% մոտ 14-15% անկում գրանցեցին 2008 թվականին հնայի եւ բաներ մեր տարածաշրջանում հետխորհրդային միությունները մենակ Ուկրաինան էր մեզանից ցածր եւ ինչ բարձեց որ այդ 12% ցուցանիշը որ մենք ապահովել ենք 10%-ը ոչ թե մենք ենք արտադրել այսպես ասած մեր ուժերով այդ դրսից եկած գումարներով էր այսինքն պտտվել էր այսինքն ինչ պատկերացրեք քո բախտը բերել է ընտանիքի եւ դրսից մեծ քանակությամբ ներդրում է եկել գումարներ է եկել որը ոչ թե եկել է նրա համար որ ասենք դու ինչ որ բան ես արտադրել, արդյունք ես տվել, այլ պարզապես
փողը եկել է, հաստատվել է, դու հնայ աճ ես արտանագրել դրա հիման վրա։ Նույն իրավիճակը կրկնվում է այս պահին, այսինքն 2022-ից մինչև 2024 թիվը, եւ տեսեք, խնդիրն ինչու՞մ է, մենք հպարտանում ենք, որ բավականին մեծ գնաճ ունենք 2022 թվականին 12.6%, բայց պիտի հասկանալ այդ ինչից է առաջացել, մենք այդքան արդյունք տվել ենք, մեր կարողացել ենք աճ ապահովել, թե դա այլ ճանապարհներով է ապահովել, ուրեմն իրականությունը այն է, որ սկսվեց ամեն ինչ ռուս-ուկրաինական պատերազմից, որի արդյունքում Ռուսաստանի վրա բավականին մեծ քանակությամբ պատժամիջոցներ կիրառեցին, այս պահին 24000-ից ավել պատժամիջոց կա Ռուսաստանի առ, հիմնականում ֆինանսական ոլորտի պատժամիջոցներ, դրա արդյունքում բավականին մեծ քանակությամբ կապիտալ արտահոսեց Հայաստանի Հանրապետությունը, ինչպես նաև աշխատուժը հիմնականում որակյալ ՏՏ ոլորտի աշխատուժներ, որի մասին մենք խոսել ենք մեր նախկին զրույցներում, եւ դա ապահովեց հիմնական հնայի աճը։ Տեսեք, Ռուսաստանից այդ մեծ քանակությամբ կապիտալը, որ արտահոսեց, 18%-ը հայտնվեց Հայաստանի Հանրապետությունում։ Սկզբում առաջին երկու օրինականում Շվեյցարիան եւ Միացյալ Արաբական Էմիրությունները եւ Շվեյցարիան, երրորդ տեղում Հայաստան։ Ինչի համար Հայաստան հայտնվեց, որովհետեւ Հայաստանը ԵԱՏՄ անդամ են եւ ըստ ԵԱՏՄ համաձայնագրի երրորդ հոդվածի կապիտալը, աշխատուժ, ինչպես նաեւ ապրանքներ եւ ծառայություններ առանց խոչընդոտներ մեր երկրների միջև պիտի հոսեն։ Եվ եկավ այդ մեծ քանակությամբ կապիտալը, դրա արդյունքում բանկային համակարգի զուտ շահույթը 2022 թվականին 3 անգամ գրեթե աճեց, 3 անգամ, 1 տարվա ընթացքում, այսինքն դու բանկային համակարգան փող ա եկել, որ քո զուտ շահույթը այդ տարի 3 անգամ աճել է, որը երևի սովորական պայմաններում առանց այդ ներհոսքի ինչ որ տարիներ կտա։ Այո, տարիներ կտևեր ապահովել, որտեղ սովորաբար ասենք 10-15% է բանկային շահը ապահովում, այս պահին 200%, 3 անգամ։ Հիմա եւ նաեւ ՏՏ ոլորտի մեծ քանակությամբ մասնագետներ եկան, որ ապահովեց ՏՏ ոլորտի աճը։ Հիմա ես իհարկե սրան դեմ չեմ, ասեմ, որովհետեւ սա էլի դրական ազդակ էր, սա դրական շոկ էր, որը զարգացրեց մեր տնտեսությունը, բայց ասենք իրականությունը, իրողությունը պիտի կոչենք իր անուններով, որովհետեւ այդ տարի 2022 թվականին 12.6% տնտեսական աճը, որ արձանագրել են, կեսը դրա ապահովել են ըստ բաղադրիչների ֆինանսական ոլորտը, այսինքն բանկային ոլորտը եւ ընդհանուր ՏՏ ոլորտը, այսինքն դրա կեսը։ Էլ չասած նրա մասին, որ քանի որ մեր արտահանումը մեծացավ այլ տարի եւ ընդհանուր տնտեսությունը փողներ հոսեց, մեծ քանակությամբ այդ այլ ոլորտներ նույնպես այդ ազդակից աճ արձանագրեցին եւ կարելի է ենթադրել, որ եթե բաղադրիչներով գնանք, այդ 12.6%-ի էլի մոտավորապես 9-ից 10%-ային կետը դրսի արձակով է եկել։ Հիմա ինչ վերաբերում է 2023 թվականին։ 2023 թվականը այդ ազդակը, որի սկզբանե եկել էր 2022 թվականին, ինքը մարեց 2023 թվականի կեսից։ Այսինքն կարելի է ենթադրել, որ այդ ալիքը, որ եկավ, ինքը դանդաղորեն մարելու է եւ ես ակնկալում եմ, որ 2023 թվականին մեր տնտեսական աճը լինելու է 7.5%, որտեղ դրան էր գնում։ Սակայն 2023 թվականի նոյեմբերից երկրորդ ազդակը եղավ, դա ոսկու մեծածավալ վերարտանման ազդակներ, մոտավորապես մի 6-7 միլիարդ դոլարի ոսկի է մտել Հայաստանի Հանրապետություն, որը լինել է մեր հաջորդ թեմաների, զրույցի թեմաների ընդհանուր դրան մասին ենք խոսալու, դա ինչ բերեց ընդհանուր արտահանման ներմուծումը, եւ դա ազդակ հանդիսացավ նույնպես հնայի աճի։ Եվ դա ապահովեց այն, որ 2023 թվականին այդ ակնկալվող իմ կողմից ակնկալվող 7.5 տնտեսական աճը դառնա 8.6, հետո վերանայվեց դառավ 8.3 թե 8.1 ընդհանուր առմամբ, որտեղ իրանք էլ հասկացան, որ այդ աճը, որ արձանագրել են մեծ մասը ոսկու վերարտադրության, դա կրճատեցին։ Հիմա դա ապահովեց, հիմնականում արդյունաբերությունը դա ապահովեց, բայց պիտի հասկանանք,
որ դա էլ է խնդիր, որտեվ եթե նայենք արդյունաբերությունը, ապա արդյունաբերության ցուցանիշը մինչև 2023 թվականը գրեթե 0% աճ է արձանագրել, 23 թվականից հետո հանկարծակի 20%, 30% աճ սկսեց արձանագրել, ինչի համար նայում ենք, բացում ենք այնտեղ արդյունաբերության մեջ հիմնականում հենց ոսկու հետ կապված գործունեությունն է աճ ապահովում, որ հասկանում ենք, որ ոսկու վերարտահանումն է, ոսկու վերարտահանման արդյունաբերությունն է գալիս է Հայաստան, գնում է Հայաստանից, Հայաստանում չի մնում։ Տարանցիկ դա ապահովեց որոշ ցուցանիշների ուռճացում, առևտրաշրջանություն, շուտ նաև թեթևակիորեն հնայի ուռճացում, ինչպես նաև տնտեսական ակտիվության գործակցի թեթևակի ուռճացում։ Տնտեսական ակտիվության գործակցի մասին կխոսենք։ Հիմա այս 2022 թվականի կապիտալը, որ եկավ Հայաստանի Հանրապետություն, ապահովեց նաև այն, որ մեր մոտ շինարարություն բավականին մեծ բում աճ արձանագրեց, ու տեսեք, խնդիր ինչու՞մ է ընդհանուր Հայաստանի Հանրապետության, որ մեր աճը հիմնականում ապահովում է ոչ թե ներքին ուժերով արտադրությամբ եւ այլն, արտադրությունն էլ եթե ապահովում է հիմնականում ոսկու վերարտահանումն է եղել, այլ ապահովում է դրսից եկած կապիտալով, որը գալիս է բանկային համակարգ, բանկային համակարգ ներդրումը կատարում է շինարարություն, այս երկուսը փոխկապակցված են իրար հետ, շինարարության ոլորտը ինքը, այսպես ասած, նպատակը դրված է այնպես անել, որ գները բարձրանան, որպեսզի հետ տա բանկային ոլորտին իր դրված ասենք կապիտալը, որ ներդրվել է վարկը վերցրել, այսպես ասած, եւ դրա հիման վրա աճում են անշարժ գույքի հետ կապված գործարքները, որը ասենք տների գներն են բարձրացնում, ինչպես նաեւ ծառայությունները, որը մենք տեսնում ենք, որովհետեւ ասենք եթե 2024 թվականի հնայի աճը նայենք 5.9%, ապա այնտեղ մոտավորապես 20%-ը բանկային ոլորտն է, մոտավորապես 20% անշարժ գույքի հետ կապված գործարքներն են, մոտավորապես 20%-ը այդ աճի, որ ապահովել են 1/5-ը, դա ծառայություններն են։ Շինարարությունը մի քիչ քչացել է։ Հիմա այստեղ որոշակի խնդիրներ են առաջանում, որովհետև հարցը ինչու՞մ է, եթե մենք չենք ապահովում մեր տնտեսական աճը, ասենք այդ տնտեսական աճը գալիս է դրսից եկող ազդակներից, դրսից եկող ֆինանսական միջոցներից, ապա մենք ապահովագրված չենք համաշխարհային ցնցումներից։ Այսինքն, եթե ենթադրենք Տրամպը ինչ որ խելքին փչի ինչ որ բան անի, ենթադրենք, կամ ռուս-ուկրաինական պատերազմում այդ հակամարտությունը այնպես գնա, որ ոչ մեկ չի ակնկալում, կամ ինչ որ երրորդ համաշխարհային ցնցում լինի, որը ֆինանսապես այտենց գա ալիքի պես բոլոր պետություններով անցնի, Հայաստանի Հանրապետությունը այստեղ դուժելու է, որովհետև բավականին մեծ քանակությամբ դուժելու է, որովհետև մեր աճը կապված է ոչ թե ներքին հիմնական գործոններից, այլ արտաքին գործոններից։ Ու եթե նայենք ըստ նաև ասեմ, որ եթե նայենք ըստ բաղադրիչների ու կումուլատիվ նայենք, ճիշտ է, Հայաստանի Հանրապետության 2018 թվականից սկսած Հայաստանի Հանրապետության տնտեսական աճը կազմել է կումուլատիվ մոտավորապես 40%, որը հիմնականում աճը 2022 թվականից է սկսել այդ ռուս-ուկրաինական ազդակից, մեծ քանակությամբ կապիտալի ներհոսքից։ Եթե նայենք, հիմնականում աճը ապահովել են բանկային ոլորտը ու ՏՏ ոլորտը, որոնք աճել են այդ ընթացքում 3 անգամ երկուսն էլ աճել են, բավականին մեծ աճ են արձանագրել։ Մնացած ոլորտները մոտավորապես մի 40%-ով են աճել, որը համահունչ է ընդհանուր հնայի աճի հետ, բացառություն է կազմում այստեղ գյուղատնտեսությունը, որը անկում է ապրել մոտավորապես վերջին ցուցանիշի, եթե կումուլատիվ նայենք, մի 17%-ով անկում է ապրել, ու 15%-ով անկում է ապրել, այսինքն գյուղատնտեսությունը բարձի թողի վիճակում է։ Այսինքն որ ասում ենք, սա ինչի համար եմ ընդհանուր ասում, որ ասում ենք 5.9% տնտեսական աճ, պիտի հասկանանք դրա մեջ ինչ է թաքնված, դա երկարաժամկետ գրավական ունի թե չէ աճի, դա մենք ենք ապահովում, թե ապահովում է դրսից եկած գումարներով կամ պետական պարտքի աճով, եւ դա ինչ պոտենցիալ ունի, որովհետեւ եթե նույնիսկ մենք ապահովում ենք հնայաճեր տարբեր տնտեսություններ, մենք չենք կարա, ասենք, խնձորը խնձորի պես համեմատել նույն հնայի աճը ուրիշ գնայի աճի հետ։
Իսկ այստեղ տնտեսական ակտիվության ցուցանիշը ինչ դեր է խաղում։ Ուրեմն տնտեսական ակտիվության ցուցանիշի հետ խոսեմ, ուրեմն տնտեսական ակտիվության ցուցանիշը ինչ որ պրոքսի է կամ համարժեք է ինչ որ չափով հնայի ցուցանիշին, այն ավելի པարզ է հաշվարկում, եթե հնայի ցուցանիշի մեջ մոտ 25 առանձին ճյուղ կան, որոնք առանձին տարերով հաշվարկում են եւ այդ ամեն ինչ հաշվարկը պիտի անել բարդ մեխանիզմներով, որի արդյունքում հնայի ցուցանիշ ունենում են գերամսյակը 1, տնտեսական ակտիվության ցուցանիշի մեջ ընդհանրապես մտնում են 5 բաղադրիչ, ինքը ավելի հեշտ բանաձևով է հաշվարկում, ինքը մոտարկում է տնտեսության ընդհանուր ցուցանիշները, այսինքն ավելի པարզ մեթոդաբանությամբ է հաշվարկում եւ որպես այդպեսին մի ամիսը 1 է հաշվարկում։ Ինքը իր մեջ ներառում է 5 հիմնական տար, դա արդյունաբերությունն է, գյուղատնտեսությունն է, շինարարությունը, ծառայությունները եւ բանկային ոլորտը, եթե չեմ սխալվում, այս եւ վերջին երկուսը ծառայություններ են։ Հիմա ինքը ավելի հեշտ է հաշվարկվում, բայց էլի եթե նայենք այս տնտեսական ակտիվության ցուցանիշին, ապա տնտեսական ակտիվության ցուցանիշի մեջ էլի արդյունաբերությունը ասեմ, արդյունաբերությունը մինչև 2023 թվականի վերջերը զրոյական աճ էր արձանագրում, այսինքն մենք որպես այդպեսին մեր արդյունաբերությունը չէր աճում, հիմնականում աճում էին էլի այլ ծառայությունները, որի մեջ մտնում է բանկային ոլորտը, շինարարությունը, որոնք հիմնական մեր աճն էին արձանագրում եւ դրան հարակից տենց ոլորտներ աշխատում են ինչ-որ տանդեմի մեջ, ընդհանուրի մեջ արդյունաբերությունը սկսեց ահռելի աճ արձանագրել 23 թվականի նոյեմբերից հենց որ ոսկու վերարտահանումը սկսվեց եւ որի արդյունքում նա արդյունաբերության տարեկան աճը ընդհանուր մինչեւ 2024 թվականի նոյեմբեր բարձրացավ 17%, ինձ արտասահմանից զանգում էին գործընկերներ, ասում են ձեր արդյունաբերությունը ավելի շատ է աճում, քան որևէ երկիր մեր տարածաշրջանում, այդ ինչ եք անում, ասում եմ սա ժամանակավոր ոլորտ է, սա ոսկու վերարտարման փուչիկ է, որը պայթել է արդեն, որը առանձին թեմա է, այս մեր տնտեսության փուչիկները ու այսպես ընդհանուր առմամբ ասեմ, որ բանը, sense վիճակագրության մեջ այսպիսի կանոն կա, անգլերեն ասեմ, հետո հայերեն բացատրեմ, regression to the mean, այսինքն միջինին կամ միջակության վերադարձ։ Ընդհանուր առմամբ այդ կանոնը ասում է, որ եթե ինչ-որ բաշխում ունես ցուցանիշների, դրանք ձգտում են վերադառնալ միջինին։ Օրինակի համար հարուստները երեխաները ավելի հավանական են միջին խավ լինեն, ոնց որ աղքատները երեխեք ավելի հավանական են միջին խավ լինեն։ Նույնն մեր հնայի աճի ցուցանիշը։ Մեր հնայի աճի ցուցանիշը ինչքան էլ ուզենք 7%, 8%, այսինքն լոզունգներ անենք, ուրճացնենք, գալու է միջին ցուցանիշին։ Միջին ցուցանիշը Հայաստանի Հանրապետությունում հնայի աճին վերջին 20 տարիների ընթացքում մոտավորապես կազմում է 4.8%։ Այսինքն ինչ որը բավականին լավ ցուցանիշ է իրականում, որ ինչ էլ անենք, չանենք, հետը վերադառնալու այդ ցուցանիշին։ Այսինքն այն ցուցանիշները, որը տալիս է մեր կառավարությունը, դրանք լավատեսական ցուցանիշներ են, կենտրոնական բանկը մի քիչ ավելի զուսպ է, դա պիտի հաշվի առնենք, դրանք կարանք հասնենք մենք, եթե դրսից եկող յուկամուտները, ասենք, հոսքերը շարունակվեն, բայց արդեն դանդաղեցում կա այդ հոսքերի, ինչպես նաև շինարարությունը շարունակվի։ Բայց այստեղ այլ վտանգներ կա, որոնք մենք պիտի խոսենք, քանի որ մեր տնտեսությունը ոչ թե հիմնված է, ասենք արտադրության ընդհանուր իրական արտադրության աճի վրա, որը երկարաժամկետ կայուն տնտեսական աճ կարող է տալ առանց արտաքին ազդակների, այլ հիմնված է բանկային ոլորտի վրա, բանկային ոլորտում փողը ներդրում կատարվեց, ներդրումը հիմնականում շինարարությունն է։ Եթե շինարարությունում որոշակի խնդիրներ առաջացան, որը ասենք չի բացառում, ճիշտ այս պահին դրա հավանականությունը ես քիչ եմ համարում, որտեղ կենտրոնական բանկը իրադրությունը կառավարում է եւ կենտրոնական բանկի մոտ եղած ասետները, այսինքն ընդհանուր ինչ ունի փողային միջոցները, ռազմական միջոցները բավարար են իրավիճակը ասենք կառավարելու համար, ես այսպիսի խնդիր չեմ տեսնում մոտակա շրջանում, բայց սա չի կարելի բացառել եւ այս սցենարին պիտի պատրաստվել։ Այսինքն եթե նորից ասեմ, ընդհանուր համաշխարհային օդը այլ ուղղությամբ փչի, մեր մոտ քանի որ
ամեն ինչ հիմնված է այդ դրա վրա, բանկային ոլորտ, շինարարությունից անշարժ գների աճ, որը մեր պետությունն էլ է ուզում դա լինի, ինչի համար, որտեղ դա հնայի աճ է, որովհետև մենք ունենք այսպես ասած որոշակի շղթա անկայուն փողի ներմուծում, բանկային համակարգից անշարժ գույքի ընդհանուր շինարարությունից անշարժ գույքի տների գների աճ, հնայի աճ, այսինքն որը նաև կարող է բերել նրան, որ տների գները հակված լինեն աճել, ոչ թե միջին քաղաքացիություն լավ լինելու համար, այլ որպեսզի ապահովենք հնայի աճ, այսինքն կանադական մոդելով կարող է գնանք, այսինքն վտանգը կա։ Սա վտանգավոր նաև տեսակետից, որ եթե համաշխարհային, ասենք, ինչ որ խնդիր լինի, այս համակարգը կարող է փլուզվել, որը, ասենք, հետ բերի մեր հնայի աճը բացասական դաշտ, որը, ասենք, ցանկալի չէ։ Շնորհակալ եմ շատ։ Այսօր քննարկեցինք մեր ռադիոլսողներին հիշեցնեմ համախառն ներքին արդյունքը, տնտեսական ակտիվության ցուցանիշը, ինչից են դրանք բաղկացած, ինչպես են հաշվարկվում եւ ինչ վտանգներ ու առավելություններ ունեն։ Մեր հաջորդ թեմաները էլի տնտեսության մասին եւ ավելի հետաքրքիր ոլորտների։ Ես հիշեցնեմ, որ դուք դիտում կամ լսում եք հարցազրույցների շարքը տվյալ կետկոմ հարթակի հիմնադիր տնտեսագետ Աղասիթ Ավադյանի հետ, տաղավարում աշխատեց Ալբերտ Ավետիսյանը, կհանդիպենք։